Գնեք Սանկերամիկա կամ Լոգարսենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է թատերական ռեժիսոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը։ Բարև պարոն Բաբայան։ Բարև։ Պարոն Բաբայան, դուք հանրային խորհրդի այդ թվում նաև դուք Գիրանց եք գնացել, որքանով ես հասկանում եմ, ծանոթացել եք նաև պաշտպանական ամրություններին, ամրաշինական աշխատանքներին, որոնք կատարվում են։ Ես այնտեղ եղել եմ երևի մարտ ամսին, շատ ավելի վաղ, եւ այն ժամանակ արդեն տպավորված էին աշխատանքներով, ես խոսել եմ այդ մասին, որոնք այնտեղ իրականացվում էին։ Ձեր տպավորությունները խնդրեմ ներկայացնեք։ Ինչ տեսակ այնտեղ։ Այդ այցելությունները մի քիչ ավելի մեծ ծավալով էին, մենք գնացինք Արզնի եւ տեսանք զինատեսակները, որոնք ձեռք է բերում Հայաստանի Հանրապետությունը, ժամանակակից տարբեր երկրներում արտադրված եւ ամենակարևորը որ կար նաեւ Հայաստանում արտադրված թվային բոլոր ատրիբուտներով անհրաժեշտ եւ բոլորը այսպես ասած նոր second hand չկար դրանց մեջ մեծ տպավորություն թողեց եւ Աստված տա դա երբեք պետք չգա, բայց եթե պետք գա, մենք տեսանք, թե նրանք ինչքան ժամանակակից եւ մեծ գիտելիքներ պահանջող զենքեր են, որտեվ լավ զենք ունենալը դա հարցի մի կողմն է, բայց գրագետ տիրապետելը ոչ պակաս կարևորություն ունի։ Հետո այդ պաշտպանական դիրքը մենք տեսանք միայն մեկը, բայց ես բախտ եմ ունեցել 2 տարի առաջ տեսնել Երասխավանում առաջին կառուցվող նման ուրեմն կառույցը, կներեք տավտոլոգիայի համար եւ եթե չեմ սխալվում հենց ձեզ մոտ որոշակի ձևով պատմում էի դրա մասին եւ հաճախակի հարցազրույցներում ասում էի, որ մեզ անհրաժեշտ է մոտ 2 տարի, որտեղ գիտեի, թե ինչ արագությամբ եւ ինչ հետևողականությամբ կառուցվելու են դրանք։ 2 տարին անցել է, բազմաթիվ նման կառույցներ կառուցվել են արդեն, մի մասը պատրաստ է արդեն շահագործման, մոտ 1 ամիս, 2 ամիս ժամկետով, մի մասը դեռ կառուցվում է, համենայն դեպս նրանք ներշնչում են իրենց ամբողջ համակարգով շատ մեծ վստահություն եւ հույսեր։ Ամեն ինչ նախատեսված է, երբ ես համեմատում եմ այն ինչ որ ես տեսել եմ 2 տարի առաջ եւ այն ինչ որ տեսել եմ հիմա, զգում եմ ինչ մեծ առաջընթաց կա նաեւ պայմանների տեսակետից, որպեսզի ավելի հարմար լինի, ավելի մտածված է ամեն ինչ։ Եվ իհարկե այդ մասնա, որ ես կարող եմ, ինչքան կարող եմ ասել, տեսածից պարզ է։ Գիրանցը շատ ավելի բաց էր այդ տեսակետից, մենք տեսանք ապրող գյուղ, իր բոլոր ատրիբուտներով, հրաշալի դպրոցով, հոյակապ կառուցված ճանապարհներով, տներով, 21 միլիոն դրամ տրվում է յուրաքանչյուր ընտանիքին անվերադարձ, որը պատրաստ է այդտեղ սեփական տունը կառուցել եւ մենք տեսանք այդ տները։ Մենք տեսանք եւ շփվեցինք այդ բնակիչների հետ, որոնք ապրում են այդտեղ եւ որոնք շարունակելու են այդտեղ ապրել։ Մենք տեսանք դպրոցում բոլոր պայմանները, այդ թվում նաեւ դահլիճ, որտեղ կարելի է եւ ներկայացումներ խաղալ եւ համերգներ տալ եւ կինոֆիլմեր ցուցադրել եւ լաբորատորիաները այդ դպրոցի եւ գեղեցկությունը այդ դպրոցի եւ դպրոցի շուրջ, որտեղ ճմեն ծաղիկներ, որտեղ սա շատ կարեւոր է, որպեսզի շրջապատը եւս գեղեցիկ լինի։
Գեղեցիկ մթնոլորտը ծնում է գեղեցիկ մտքեր։ Տգեղ մթնոլորտը տգեղ մտքեր։ Եվ հողը իմաստավորվում է այն ժամանակ, երբ որ մարդն է ապրում այդ հողի վրա։ Հողը առանց մարդու դա պարապ հպարտության ինչ-որ ատրիբուտ է, նստես նայես քարտեզին, ասես այ սա։ Դուք հիմա սա ասացիք, ես մի անգամից հիշեցի Արցախի քարտեզը։ Այն Արցախի քարտեզը, որ ունենք մինչև 20 թվականը։ Շատ դիպուկ է բնութագրում, դա։ Գիտեք, սա շատ կարևոր է, որովհետև հաճախակի խոսում են հող, բան, մեր տած հող է, որը եղել է միջև մեզ։ Եվ մերն է դառնում, երբ այդ հողի վրա ապրում է մարդը։ Ինչ կարգավիճակով դա ուրիշ հարց։ Բայց հողը առանց մարդու դա պարզապես հիշողություն է, պատմական նյութ է եւ այլն, բայց ոչ այսօրվա կյանքն է։ Հողը իմաստավորում է մարդը, որ ապրում է, շնչում է, աշխատում է այդ հողի վրա, այդտեղ ստեղծում է ընտանիք, այդտեղ իր ամեն ինչն է, իր աշխատանքն է, իր երեխաներն են, իր հանգիստն է, որտեվ կիրանցը եւ ոչ միայն կիրանցը, ընդհանրապես ամբողջ սահմանամերձ գոտին դա դրախտավայր է բնության կողմից տրված մեզ։ Եվ ընդհանրապես այս փոքրիկ երկրագունդը դրախտավայր է եւ մնում է այն դրախտավայր, թե դառնում է դժոխք, այդ ամեն ինչը մարդու ձեռքն է։ Պարոն Բաբայան, շատ մեծ աղմուկ բարձրացավ, երբ որ պարզ դարձավ, որ պաշտպանական ծախսերն են կրճատվում Հայաստանի Հանրապետությունում եւ այսօր ազգային ժողովում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ պաշտպանության ոլորտին կուղվի 26 թվականի բյուջեի կապիտալ ծախսերի 43%-ը։ Բավականին պատկառելի թիվ է իրականում, եթե մենք հաշվի առնենք ինչ գումարների մասին է խոսքը գնում։ Խոսքը գնում է այս տարվա գումարների մասին, 26-ի մասին 704 միլիարդ դրամ։ Բավականին լուրջ թիվ է։ Ես միանգամից պատկերացրեցի այն համարաշինական կառույցները, որը մենք տեսել ենք, արդյոք այդ բոլոր խոսակցությունները շատ է չէ խոսվում մեզ մոտ, թե իշխանությունը տանում է երկիրը հասարակությանը խաղաղության եւ այդ խաղաղությունը լինելու է անպաշտպան եւ ոչ մեկ չի հասկանում ինչի վրա է նա խարսխվելու։ Սա արդյոք համապատասխանում է իրականությանը, որովհետեւ մենք գործնականում տեսնում ենք լրիվ այլ աշխատանք։ Իհարկե իր բոլոր թերություններով, ես ստուդիայում շատ եմ խոսել այդ թերությունների մասին։ Շատ են թերությունները։ Մենք չենք տեսնում ամբողջ ծավալով այն, ինչ ցանկանայինք տեսնել, բայց այնուամենայնիվ արդյոք այստեղ չափազանցված չի այս մոտեցումը, որ մենք գնում ենք անպաշտպան խաղաղության, երբ որ մենք տեսնում ենք այս թվերը, մենք տեսնում ենք այն աշխատանքը, այն ինչ որ այդ թվում նաև դուք եք տեսել։ Թերություններ տեսնել եւ քննադատելը դա երաշխիք է, որ տեղի կունենա առաջընթաց։ Երբ չես տեսնում թերություն, երբ ասում ես, որ մեր միակ կայացած ինստիտուտը դա բանակն է, մենք ունենք ամենահզոր բանակը տարածաշրջանում եւ այլն, այստեղ կա մեծ վտանգ։ Այնպես որ ես վատ բան չեմ տեսնում, երբ նկատվում են թերությունները, սա նշանակ եւ փորձում են այդ թերությունները ուղղել։ Կա ուրիշ հարց, նրանք ովքեր խորանում են եւ հասկանում են քիչ թե շատ բանականաշինության գաղափարի մասին, միայն լավ ժամանակակից զենք ձեռք բերելը դա գործի կեսն է։ Այդ զենքին դեռ պետք է կարողանալ տիրապետել եւ տիրապետել այսօր եւ այսօրվա զենքին, որտեղ վաղը շատ արագ է զարգանում ամեն ինչ, 5 տարուց հետո այդ զենքը դառնալու է ավելի հին, անհրաժեշտություն կլինի ձեռք բերել նոր զենք, բայց եթե դու այսօր չսովորես սրա վրա, դու 5 տարի հետո չես կարողանա տիրապետել այն գիտելիքներին, որոնք անհրաժեշտ են նոր զենքի համար։ Սրա համար ժամանակ է պետք։ Ամեն ինչ չէ, որ լուծվում է զենքի քանակությամբ։ Շատ բան եւ հիմնականում լուծվում է նրանով, թե ինչքանով դու գրագետ օգտագործում ես այդ զենքը։ Ես ինքս ծառայել եմ բանակում եւ գիտեմ, թե անգրագետ սպայի եւ անգրագետ զինվորի ձեռքին զենք ինչ մի ահավոր բան է դա։ Այո, դա պարզապես արհավիրք է, որը ուղղված է սեփական ուժերի դեմ։ Նրանք ովքեր ուզում են պարզել իրենց համար քանակի վիճակը շատ հանգիստ կարող է տվյալները բացեն
թե ինչ քանակությամբ զենք է ձեռք բերվել, ինչպիսի զինամթերք է եղել, ասենք թե 17-16 թվականին եւ ինչ ունենք այսօր։ Ես հաճախակի եմ եղել եւ Ղարաբաղում եւ Հայաստանի զորամասերում, ինքս ես ծառայել եմ բանակում 78-ից 80 թիվ եւ պատկերացրեք զենքը մոտավորապես նույնն էր։ Ես նկատում եմ 2016-17 թվականներ։ Բացի դրանից, որ զենքը նույնն էր, մտածողությունը մնացել է ֆիդայականի մակարդակին։ Պատկերացրեք, որ գեներալ կոչումով նախկին պաշտպանության նախարարի տեղակալը, որի հետ մենք այսպես մտերիմ խոսում էինք նրա մասին, թե ինչ է իրենից ներկայացնում մեր բանակ, ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանի բանակը, որտեղ աչքի առաջ երևում էր տարբերությունը, ինձ ասում էր, որ մեր ուժը մեր հայրենասիրության մեջ է։ 21-րդ դարում։ 21-րդ դարում Բայրակտարի դեմ մենք պայքարում ենք հայրենասիրությամբ։ Եվ երևի թե դա արդեն գաղտնիք չի, հիշում եք, որ 16 թվականի այդ 4-օրյա պատերազմից հետո, երբ առաջին անգամ օգտագործեցին ադրբեջանցիները անօթաչու սարքերը, մեր հիմնականում զինվորականները ասում են, որ այդ սարքերը ապագա չունեն ռազմական։ Կալաշնիկովը ունի ապագա։ Այո։ 18 տարեկանից էր։ Ովքեր ուզում են լուրջ գնահատական տալ այն ամեն ինչին, ինչ որ կատարվում է բանակում, դրա հնարավորությունը ունեն։ Առավել եւս քաղաքական գործիչները, որոնց համար փակ չի ոչինչ։ Նրանք կարող են գնալ եւ տեսնել եւ այդ զենքը եւ այդ կառույցները պաշտպանական եւ օբյեկտիվ կարծիք հայտնել։ Ես այստեղ միայն մի բան կուզենայի ավելացնել, եթե կարելի է։ Եվ կարծում եմ բանակը դրա կարիք ունի, եւ ոչ միայն բանակը, բոլոր ոլորտները, բայց կա մի շատ պարզ ճշմարտություն արվեստում, որ ձևն է որոշում բովանդակություն։ Նույն սկզբունքը աշխատում է նաեւ կյանքում։ Դու կարող ես բերել նոր ձևեր, նոր մտածողություն, բայց չփոխե, ավելի շուտ նոր գաղափարներ, նոր մտածողություն, նոր մարդիկ գան, բայց չփոխելով ձևը, կառուցվածքը, այդ հին կառուցվածքը կլանում է նոր ձևը եւ ստիպում է, որ այդ նոր գաղափարները ենթարկվեն հին ձևին։ Մեր բանակի ձևը պետք է փոխվի ամեն ինչում, սկսած զգեստավորումից, հա, ռազմական, որ նա չպիտի լինի սովետական գաղափարով, որ զինվորի կյանքից ավելի կարևոր որևէ բան չկա, լրիվ քրեական հարաբերությունները, քրեական ենթաքրեական այդ մշակույթը վերացնելով բանակից, եւ այդ ժամանակ մենք նոր կունենանք մեր նոր բովանդակությունը, մեր նոր ձևի մեջ կտա մեզ նոր բանակ։ Եվ մեր սպաները, որոնք անցնում են այսօր շատ լավ ուսում բոլոր տեսակետներից, եւ տեխնիկական, եւ մարդկային, ընկնելով գործող զորամասեր, ոչ թե կենթարկվեն այն բարքերին, որոնք այնտեղ տիրում են, այլ այդ բարքերը կփոխվեն եւ իրենց կոմֆորտ կզգան, ճիշտ կզգան, որտեղ բանակը մենք պետք է փոխենք մի շատ կարևոր մոտեցում, բանակը դա կյանքի կորած ժամկետը չի, դա պատժամիջոց չի։ Ժամանակին, երբ որ նետվել էր այդ կարգախոսը, ոնց էր դա կոչում, որը բանակ, ազգ բանակ կար։ Ես այդ ժամանակ նույնիսկ ասում եմ, որ կարգախոս այդքան էլ ճիշտ չի, բանակ պետություն կարգախոսն է տեղ։ Բանակը պետք է ունենա պետական բոլոր ատրիբուտները, եւ հանգստի, եւ զվարճանքի, եւ ուսման, եւ կրթման, որպեսզի այդ 2 տարվա, հիմա փառքաստում 1.5 տարվա ընթացքում դու եւ ֆիզիկապես եւ ինտելեկտով կանգ չառնես, ձեռք բերես այն կամ զարգացնես այն, ինչին դու հակված ես։ Բանակը չի կտրում քեզ կյանքից։ Նա քեզ տալիս է լրացուցիչ գիտելիքներ, պահպանելով քո իրական ուրեմն մղումները։ Սա կարծում եմ լավագույն աշխարհի բանակներում վաղուց կիրառվող մեթոդ է, որ բանակը դա պատժամիջոց չի։ Բանակ չեն տանում, հա։ Բանակ գնում են
հաճույքով, որտեղ հասկանում են, որ այնտեղ պատժամիջոց չկա, առավել երբ կա խաղաղություն, չկա սպառնալիք կյանքի, կա պաշտպանություն, իհարկե եթե պետք լինի, պետք է նաև պաշտպանել եւ պատրաստ լինել զոհաբերել կյանքը, բայց այդ ժամանակաշրջանը քո համար անիծված ժամանակաշրջան չէ։ Պարոն Բաբայան, երեք պաշտպանության նախարարը հնչեցրեց ստատիստիկա բավականին դրական իդեպ 25-ին մենք ունենք բանակում 5 մահ։ 5 մահ ունենք, միայն մեկն է եղել ինքնասպանության արդյունքում։ Ես հասկանում եմ, որ սա շատ վատ իրողություն է, բայց եթե մենք համեմատում ենք բոլոր նախորդող տարիների հետ, 5 մահը այդքան էլ վատ թիվ չի էլի, չգիտեմ ինչպես արտահայտվեմ, որ ճիշտ հնչի։ Այնուամենայնիվ հնարավոր է, որ բանակում սկսել է փոխվել այդ մտածելակերպը, որովհետև մենք հասկանում ենք, որ այդ բոլոր ինքնասպանությունները, սպանությունները ոչ թշնամու ձեռքից շատ ցավալի թեմա է սա իրականում։ Այդ թվում նաև անուշադրության հետևանքով չէ, այդ ամենը գալիս է այդ սովետական բանակից, որը դուք ասում եք, դա գալիս է այդ գողական բարքերից, որոնք իրականում անընդունելի են բանակում, դա մեր մեջից է գալիս, այս ամենը մեր մեջից է, սա ինչ-որ ուրիշ տեղից չի բերվել մեզ մոտ, սա մեր մեջ շարունակում է մնալ, շարունակում է ծաղկել, զորանալ եւ այլն եւ այլն, հիմա մենք ունենք այսպիսի թիվ, ունենք նվազում ի ուրախության մեզ, ինչ-որ բան փոխվում է բանակում։ Հակասում, կարծում կարևոր հարց եք տալիս, կարծում յուրաքանչյուր մահ դա մահ է, և յուրաքանչյուր մահվան դեպք պետք է լավ քննվի, բայց ուզում եմ ստեղ ավելացնել մի բան, եթե կարելի է, բանակը մի առանձին կառույց չի, որը հասարակական մոտեցումների և հասարակական կյանքի հետ կապ չունի, այնպես չի, որ բանակը կարող է որպես առանձին կառույց գոյատևել։ Բանակ գալիս են մարդիկ ծառայելու եւ գալիս են որոշակի ենթամշակույթով, եթե կարելի այսպես ասել։ Եթե ինքը սովոր է, որ բիրտ ուժով կարելի է հասնել ինչ-որ հարցերի լուծմանը, որ մարդուն ստորացնելը դա բնական երևույթ է, որ բուլինգ անելը դա նորմալ երևույթ է, նա փոխում է, փորձում է այդ ամեն ինչը տեղափոխել բանակ։ Այնպես չի, որ բանակն է իրեն սովորացնում, չնայած դա էլ կա հակադարձ, փոխադարձ կապ իհարկե կա։ Ես կարծում եմ, ինչպես ամեն ինչը կյանքում, ամեն ինչ շատ կապված է իրար հետ, եւ որևէ տեղ առանձին պրոբլեմ լուծել հնարավոր չի։ Նայեք, ես բերեցի օրինակ, որ ժամանակին մենք ասում ենք, որ մեր միակ կայացած ուրեմն համակարգը դա բանակն է։ Դա սուտ է, չէ՞։ Դա պարզապես հնարավոր չի, որ այդպես լինի, հնարավոր չի, որ կացայի մեջ մենակ մի տեղ ջուրը, հա, լավ կայացած փուչիկ էր։ Այո, ուրեմն կամ փոխվում է ամբողջ համակարգը, կրթություն, մշակույթ, առողջապահություն, քաղաքականություն, պետական կառավարում, գիտական միտք եւ դրա հետ միասին եւ բանակը, այդ որ մենք ասում ենք բարեփոխումներ, ռեֆորմներ, դա նշանակում է ժամանակի հետ միասին շարժվել եւ մեկը մյուսին լրացնում է։ Մարդը չի կարող բանակում, այսպես ասած, շատ քաղաքակիրթ ձևով ծառայի, հետո գա հիվանդանոցում հանդիպի ուրեմն ահավոր երևույթների։ Եվ այնտեղ է պետք բարեփոխումներ անել, վերաբերմունք հիվանդի հանդեպ, հարգանք հիվանդի հանդեպ, հա, եկեք հիշենք մի հատ հիվանդի վիճակը հաճախակի հիվանդանոցներում առավել եւս սովետական տարիներում նա վախենալով էր մտնում։ Բժիշկ համարական էր խոսում, հիմնականում իհարկե բոլորին չեմ ասում։ Այս գրադացիան կար ամեն տեղ, դասատուներ այդպես խոսում երեխայի հետ, վիրավորանքներով, հայհոյանքներով, աշխատատեղում տնօրենը համարում է, որ ինչ ասես կարող է ասել աշխատողին եւ նա լուր պետք է լսի, ես այդպես եմ ուզում։ 1000 տեղ, այս 1000 տեղը պետք է 1000 տեղից փոխվի։ Եթե մենք կենտրոնանանք միայն բանակի վրա, ոչ մի բան չի փոխվի։ Պարզապես կարծում եմ ամեն մի գերատեսչություն պետք է կարողանա այդ գործը կատարել։ Ընդ որում չգցել մեղք ուրիշի վրա, բանակը վատ բաներ է սովորացնում, դրա համար մարդիկ այդպիսին են, կամ հասարակությունը վատ բաներ է սովորացնում, դրա համար բանակը այդպիսին են։ Ամեն մեկը իր անցնելու ճանապարհ ունի, այդ թվում նաև ազգային տեխնիկային թատրոնը։
Ես տեսնում եմ իշխանության մոտ գոնե վարչապետ Փաշինյանի մակարդակով, գոնե հայտարարությունների մակարդակով ցանկություն մեզ փոխվել եւ փոխել։ Մեզ որպես մտածելակերպ, որպես ինչ որ առումով մենթալ մեր մոտեցումները, այն արատավոր անցյալից եկած մեր մոտեցումներից ձեր բարձրացվել է։ Ես այդպիսի ցանկություն եմ տեսնում, չգիտեմ, շատ հնարավոր է ես սխալվում եմ։ Ինչպես դա անել, արդյոք դա անհրաժեշտ է անել, որովհետև հասարակության մի մասը, այդ թվում նաև քաղաքականացված մասը, կարծում եմ, որ մեզ դրանով փորձում են զրկել մեր ազգային պատկանելիությունից, մեր իդենտիկությունից եւ այլն եւ այլն եւ այլն, շատ բարձր եւ շատ վտանգավոր թեզեր են հնչում այստեղ։ Դուք ինչպես եք տեսնում այս գործընթացը, սա մեզ պետք է թե ոչ։ Մեզ պետք է զարգանալ, մեզ պետք է փոխվել։ Նայեք, փոփոխությունների կարիք կարծես թե զգում են բոլորը, բայց մի մասը պահանջում է այդ փոփոխությունը ուրիշից, համարելով, որ այդ իրենտացի չի վերաբերվում։ Ինքը իդեալական է, կատարյալ է։ Հայ շուրջը թող չկեղտոտեն, թող չաղտոտեն, որ բոլորը չկեղտոտեն, ես էլ չեմ կեղտոտի։ Կամ եթե արդեն կեղտոտ է, ուրեմն կարելի է կեղտոտել։ Չէ՞ որ կեղտոտ է։ Բայց իրականում մարդը երբ զբաղվում է սեփական անձով, նա սկսում է հաճույք ստանալ սեփական փոփոխություններ, որտեղ փոփոխությունները նաև զարգացման հատկանիշ ունեն։ Նայեք, մենք դեռ այդ կարծեմ խոսել ենք այդ թեմայով, որ երևի թե ամենակարևոր խնդիրը երկընտրանքը, որը հիմա կա, գաղութ թե պետություն, հա, ինչ ենք մենք ուզում կառուցել։ Եվ հաճախակի, երբ մենք խոսում ենք պետության կայացման մասին, մենք ասում ենք պետական մտածողություն, շատ գեղեցիկ հնչող բառ է, հա, բայց իրականում ինչ է պետական մտածողություն։ Ես անկեղծ ասած իմ համար դա մի փոքրիկ նախադասության մեջ կարող եմ ամփոփել, պետական մտածողությունը դա ռացիոնալ մտածողություն է։ Իրացիոնալ մտածողությունը թողեք արվեստին, որտեղ արվեստը իրացիոնալ է։ Մեր մոտ հաճախակի լրիվ հակառակն է կատարվում։ Մեր պետական այրերը տառապում են իրացիոնալ մտածողությամբ, զգացմունքայնությամբ, իրացիոնալ մտածողությամբ, իսկ մեր մի մաս արվեստագետները հակառակ շատ ռացիոնալ մտածողությամբ փորձում են Եվ սա բերում է հակառակ էֆեկտի երկու ոլորտում։ Այստեղ ինչ որ անում ես հետաքրքիր չի եւ այնտեղ ինչ որ անում ես հետաքրքիր չի, որտեղ այն մտածողությունը, որը դու փորձում ես ներդնել, ասենք թե պետականաշինության մեջ իրացիոնալ է, ուրեմն անարդյունավետ է, եւ այն ինչ որ դու փորձում ես ներդնել արվեստի մեջ ռացիոնալ է, եւս անարդյունավետ է, որտեղ անհետաքրքիր է եւ չի զարգացնում հանդիսատեսություն կնդրի այն իրացիոնալ, մարդը երկու մասից է կազմված։ Եկեք բաժանենք, չստիպենք, որ բոլորը լինեն այսպիսին կամ բոլորը լինեն այսպիսին, առավել եւս տեղերով խառնվեն։ Ես կարծում հիմնական խնդիրը սա է, երբ դու չունես պետություն, դու հիմնականում ապրում ես իրացիոնալ մտածողությամբ։ Գաղութ ապրում է իրացիոնալ մտածողությամբ։ Իրացիոնալ մտածողությունը շատ կենցաղային է։ Այդ տեսակետից։ Բայց երբ դու ունես պետություն, սա նաև տրամաբանության պահանջ է։ Քեզնից պահանջում։ Քո լավագույն ցանկությունները գրոշի արժեք չունեն, եթե իրանք բերում են վատ հետևանքների։ Քո մարդու գաղափարախոսությունը, այսպես ասած, մարդու մտքերը, մարդու ցանկությունները պետք է գնահատվեն միայն մի տեսակետից։ Վերջնական արդյունք։ Վերջնական արդյունքը քո արածի դրական է, թե բացասական է։ Մենք հաճախակի ասում ենք, չէ՞ նման բան մեր կենցաղում տարածված է, բայց ես լավն էի ուզում։ Ինչ, եթե արդյունքը վատն է։ Դե Չորնոբիլն ասում էր, չէ՞, хотели как лучше получилось как всегда։ Այո, ուրեմն դու լավ չես հաշվարկել, ուրեմն դու չես մտածել, ուրեմն քեզ թվացել է, որ քո ցանկությունը բավական է, ուրեմն դու չես հաշվարկել նաև դիմացինի ցանկությունը։ Ես չեմ ասում նույնիսկ թշնամու մասին, դու քո այսպես կոչել բարեկամի ցանկությունները նույնիսկ չես հաշվարկել,
ու մնաց տշնամու ցանկությունները հաշվարկես։ Եվ հետո, երբ որ փուչիկը դեր ասած պայթել է, դու զարմացել ես, ասել ես, բայց այդ փուչիկը չպետք է պայթի, բայց յուրաքանչյուր փուչիկ ունի հատկություն պայթելու։ Դրա համար նա փուչիկա։ Գեղեցիկ է, սիրուն է, փչվում է, շատ քիչ ժամանակ է դիմանում։ Պարոն Բաբայան, հուսանք, որ այն ինչ կատարվում է այսօր մեր իշխանության ներսում, հասարակության ներսում, այն փոփոխությունները, որոնք մենք տեսնում ենք, դա հերթական փուչիկը չի լինի, որովհետև մենք արդեն որպես ժողովուրդ շատ ենք հոգնել այդ փուչիկներից եւ ես կարծում եմ արդեն այս անգամ սխալվելու իրավունք չենք ունենա, որովհետեւ եթե այն պայթած փուչիկը ավարտվեց մեր հայրենիքի մի մասի կորստով, հիմա նույնիսկ չեմ ուզում ասել ինչով կարող է դա ավարտվել, շատ շնորհակալ եմ ձեզ այս հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մեր հյուրն էր թատերական ռեժիսոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը։ Քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։